Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Մի հատ էլի հետաքրքիր թեմայից եմ ուզում խոսամ, որ Աստված ինձ ցույց է տվել, իրականում չէի կիսվում, բայց ուզում եմ կիսվեմ։ Խոսքս ուղղվում է մեր եղեռնի մասին։ Հիմա ուզում եմ ձեզ մի քանի նկար ցույց տամ, նայեք։ Տեսակ իրականում, այս նկարները վերաբերվում է ցեղասպանությանը, ինչ որ քաշել են մերոնք, իմ ազգը, իմ արյունը, իմ ժողովուրդը 1915 թվականին, հա։ Հիմա մի հատ էլ ուրիշ նկարներ ցույց տամ, հեսա նայեք։ Դե հիմա եկեք ասեմ։ Ձեզանից շատ-շատերը գնում են իրականում ծիծեռնակաբեր ծաղիկ դնելու, հա, հարգաքի տուրք մատուցելու այն մարդկանց իրականում, ովքեր որ զոհվել են այդ չար իրավության ժամանակ։ Գիտես, դուք գնում եք, ուզում եմ ասեմ, դուք գնում եք իրականում ծաղիկ եք խոնարհում, բայց հենց հիմա կենթանի ձեր հայերը, կենթանի, որ իրականում հացի կարոտ են, ցամաք հացի, հələ հացու բանել չեմ ասում, ցամաք հացի կարոտ են, իրանց երեխեքը ընդ իրականում սովի մեջ նստած են, բայց դուք կեղծավորություն եք անում, որ եթե մեկ ծաղիկ եք դնում, դուք ուզում եք ցույց տաք, որ դուք սեր ու հարգանք ունեք այն մարդկանց նկատմամբ, որ իրականում այն տարիներին մահացել են, բայց դուք կենթանի ձեր հայերի նկատմամբ սեր ու հարգանք չունեք, ընկերներ, չէ՞ որ դուք կեղծավորներ եք, ընկերներ, սա էր Աստված, սրա էսի մեկն է, որ Աստված իրականում ասել էր, որ ձեզ ասեմ իրականում, որովհետև դուք շատ բաներ անում եք իրարից փաղավորվելու համար, հետո Հովհաննես ոնց որ 10-ում է գրած, ասում է դուք ինչպես կարաք հավատաք Աստծուն, ասում է, որ ասում է իրարից փաղ եք առնում, այսինքն մի բան անում եք, որ այնի ասի, վայ էս ինչ լավ է գնաց, ծաղիկը խոնարհեց եւ այլն, բայց հələ նայեք ինչքան մարդ իրականում կարիք ունի այդ հացի, որ այդ 20000 դրամը, որ դուք մի հատ շալաղաջի վրա եք ծախսում իրականում կաֆեներում ու ռեստորաններում, այսօր այդ մարդիկ ցելի ամիս դրանով կարան ապրեն, հա ընկերներ, նկարներ հեսա ձեզ ցույց տամ իրականում, մեր ընկերը դա անում է, նվիրատվություններ անում, այսինքն բաներ առնում մարդկանց համար, բայց ձեզանից երևի 100,000-ներից է իրականում ես իմ երբեք այն մարդկանց օգնություն արել, որոնց չեք ճանաչում։ Ձեզանից շատերը ձեզ սիրողներին լավություն եք անում։ Իրականում Մատթեոս ավետարանի մեջ էլ գրած ասում է, ինչ օգուտ ասում է, որ ձեզ սիրողներին սիրեք, ասում է, չէ՞ որ հեթանոսները, հեթանաստվածները ու մաքսաբորները, հա, ազգը դավաճանողները իրականում նույնն են անում։ Ինչ օգուտ ընկերներ, որ ձեզ սիրողներին սիրեք։ Ասում է, ինչ օգուտ ասում է, որ փող եք տալիս մարդկանց պարտքով։ Ասենք 10000 դրամ տալիս եք ու նույն չափը, հələ տոկոսով չեմ ասում, նույն չափը հետ ստանալու ակնկալիք ունեք, ասում է ինչ օգուտ ասում է որ դա եք անում, հələ չի ասում տոկոսով, ձեզանից շատերը կարող ասեն ես բարի եմ, ասում է ես պարտքով տալիս եմ, հետո պարտքով հետ եմ ուզում, ասում է ինչ օգուտ ասում է, միթե դրանով բարի եք անում ընկերներ, քննեք ձեր սրտները ընկերներ, կեղծավորներ մի եղեք, որովհետև Քրիստոսն ասում է զգույշ եղեք կեղծավորներից, ասում է, շատ զգույշ եղեք նրանց խմորից ընկերներ, իրականում դուք մի գնացեք այդ ճանապարհով, դա ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհ չի։ Ձեզանից բան չի եթում ընկերները տամսեկան, ասենք մի 5000 դրամ, ձեր կամքով, եթե դաժե չեք էլ հավատում միշմորտ մարդու, որ ասենք վերցնի այդ գումարը կտանի ինչ որ սնուն կառնի, մեջը չի մտնի, չգիտեմ, ձեր կամքով գնացեք մի հատ աղքատ մեկի ճարեք, տվեք ընկերներ, որ կարիք ունի։ Մի էլ դատեք ինքը ինչ անելու, արաղ առնելու, թե հաց առնելու, թե պանիր առնելու։ Էդի ձեր գործը չի, ձեր գործն է տալը, ձեզ Աստված ասում է տվեք ու կտրվի ձեզ, բայց դուք չեք տալիս, դրա համար ձեզ չի տրվում ընկերներ, դրա համար ձեր ունեցածի վրա դողալով դողում եք ընկերներ, այն որ մի պուճուր ունեք, sense վախենալով վախում եք, որ մեկը չգողանա։ Դրա համար ձեր մեքենաները որ քերձվում են այդ ժեշտը, այս կեղտոտ ժեշտը որ բանը քերձվում է, հելում եք իրար ծնող եք քրվում կամ իրականում իրարից վրեժ եք լուծում ընկերներ, բայց չեք մտածում որ ձեր դիմացինը կենթանի մարդ է, ստեղծված Աստծո նմանությունով ու պատկերով, բայց մի հատ ժեշտի համար իրա թշնամ եք դուրս գալիս ու մենակ խոսքը ժեշտին չի վերաբերվում։ Հələ տեսեք ձեր գույքի ունեցվածքից մի հատ խազում են ընկերներ կամ նեն որ մեքենան մի քիչ մոտիկա քշում, սես ձեռները դնում եք սիգնալներին են վախից ելնելով որ հանգարտ ձեր ավտոն չխազվի, հա ավարիայի իրավիճակ էլ չի լինում, մենք պրոստը ձեր վախ ենքան շատ է, որ կարող ասենք ձեր մեքենան խազվի, որ դուք իրականում դրանից բունտ ու կռիվ ու եսի ինչ վերջում էլ հասնում են դանակարության, այո ես դեռ դեպքեր գիտեմ։ Դրա համար ընկերներ կեղծավորություն մի արեք, գնացեք ապաշխարեք ընկերներ, ես սեր չեմ խոսալու ընկերներ ձեր հետ, իրականում սեր քարոզողները շատ են, ալամ աշխարհը սեր է խոսում, ես ձեզ հանդիմանելու եմ ձեր մեղքերի համար ընկերներ, իրականում, որովհետև ուզում եմ իմ ազգը ուղղություն անի Աստծուն, որովհետև գիտեմ օրհնության դուղը Աստծուն ուղղություն անելն է։ Ոչ թե ուժեղ զենքերն ունենալն է, ուժեղ հարևան ունենալն է, չգիտեմ սրաներա վրա հույսը դնելն է, այլ Աստծուն ուղղություն անելն է։ Դրա համար ընկերներ, սրտանց կամենալով կամենում եմ, որ իմ ազգը ուղղություն անի։ Չէ որ սիրելով եմ ձեզ հանդիմանում եմ, որ կեղծավոր չլինեք, որ իրականում արդար հայ ելնեք, որ ասում եմ ճշմարիտ քրիստոնյա հայ ելնեք, որի սկզբանե ընդունել Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ։ Միթե շահ ունեմ, ձեր
Այն որ ասում է անկեղծությունից, չէ որ ինչ եք այդ ողորմությունը անում։ Ես չեմ կամենում ու չեմ էլ ուզում, իմ Աստված ինձ պահելով պահում է, որ այդ գումարները տանեք տակ այդ աղքատներին, որ ձեր քրիստոնեություն, ձեր գութը շարժվի, որովհետև ասում է ողորմածները ողորմություն կգտնեն, ասում է Երանի ողորմածներին ասում է որ ողորմություն կգտնեն, բայց ասում է վայ ասում է անողորմներին, որովհետև ասում է նրանց վրա անողորմ դատաստան է լինելու ընկերներ։ Իմ ընկերներ, իմ հայ ազգ, ժողովուրդ, բարի եղեք ընկերներ։ Այդ ժեշտերը, այդ շքեղ մեքենաները անցնում է, փդում է, ժանգոտում է, ցեցուտում է, գողանում են, տարակում է, չգիտեմ, երկրաշարժից փոսն անգնում, ջարդվում է, բայց մարդը մնում է, այն գործերը, որ դուք անում եք, վերջում մնալու է, ուղղություն արեք Աստծուն ընկերներ, խնդրելով խնդրում եմ, իրականում ուզում եմ բացեմ ձեզ այն Աստծո գաղտնիքները, որ ես էլ եմ այդպես, ես էլ, մենակ իմ համար պետք իմ տեղը տաքելի, պետք իմ տեղը չոր լինի, բայց հասկացա, որ կենթանի պես ապրում է իրականում, առանց հասկանալով այս աշխարհի ես իրականում Աստծո ստեղծագործության ու Աստծո լինելու իմաստը, բայց փառք Աստծո, Աստված ինձ գտավ, Աստված ինձ ներեց, Աստված ինձ փրկեց, Աստված ինձ լվաց, ինձ Աստված մաքրեց ու դրեց, որ ես ձեզ արդարություն խոսամ, ու չեմ թաքցնելու ու չեմ վախենալու արդարությունը խոսալուց ընկերներ, ասում եմ մի վախեցեք նրանցից, որ կարան ձեզ սպանեն, ասում եմ, բայց ասում եմ ձեր գլխի ամեն մազն էլ հաշված, ասում եմ մի մազը չի ընկնի ձեր գլխից, դրա համար ընկերներ ուղղություն արեք Աստծուն, սրտանց խնդրելով խնդրում եմ իրականում ուղղություն արեք, տվեք, աղքատին տիրություն արեք, աղքատների վրա շատ է շեշտ դնում Աստվածաշունչը։ Սրանով եզում այսօր կիսվե ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի, օրհնելով օրհնում եմ ձեզ։ Թող իրականում ձեր սիրտը բացի որ գթաղատ լինեք, ոնց որ մեր հայրը որ երկնքում է գթաղատ է։ Ընկերներ, ողորմած եղեք, ոնց որ ձեր հայրը երկնքում է ողորմած է։ Օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։